Ռեոփեն մեդիայի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում ReNews լրատվականը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Լուսինեն եմ Ղարսայան, բարև ձեզ։ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել, տեղեկություններ կան, որ բացի ձերբակալված Նարեկ Օհանյանից գործին ներգրաված են նաև այլ անձինք, որոնց իրավապահները փնտրում են։ Նշվում է, որ ենթադրյալ հանցակիցները 7 ամիս առաջ Մերձավանում հնչած կրակոցների գործով եղել են կասկածյալների թվում եւ համարվում են Մերձավանի նախկին համայնքապետ Մեհեր Ախտոյանի թիմակիցները։ Ձերբակալված Նարեկ Օհանյանին պատկանող շինությունում հայտնաբերվել են հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, գիշերային տեսանելիության սարքը, որոնք վերջինս փորձել է այրելով ոչնչացնել։ Իրավապահները փնտրում են հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։ Այս պահին ինձ տեղեկացնում են, որ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի ասուլիսն է, եկեք դիտենք մի փոքր հատված եւ վերադառնանք։ Ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը ղեկավարել է ներքին գործերի նախարարը, օպերատիվ շտաբում ներգրաված են եղել ինչպես ներքին գործերի նախարարության, այնպես էլ ոստիկանության բարձրաստիճան սպաներ, իրավապահ այլ կառույցների ներկայացուցիչներ։ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի արդիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում ներքին գործերի նախարարության աշխատակիցները համագործակցելով իրավապահ գործընկեր մյուս կառույցների հետ, ազգային անվտանգության ծառայության քննչական կոմիտեի աշխատակիցների հետ ձեռնարկել են ծավալուն համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ եւ արդյունքում հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հասկացի հիմքով ձերբակալվել եւ նախաքննական մարմին է ներկայացվել 1 անձ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են քրեական օրենսգրքով արգելված արարքին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, որոնք փորձ է արվել այրել։ Հայտնաբերվել է, կներեք վերջում հարցերին կպատասխանեմ, հայտնաբերվել է նաև գիշերային տեսանելիության սարք։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են բազմաթիվ ապացուցողական եւ վարույթային գործողություններ դեպքի ամբողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ, նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Հաշվի առնելով նաև դեպքի հասարակական մեծ հնչողությունը, մենք պարբերաբար մեր գործընկերների հետ, քննչական կոմիտեի մասնավորապես գործընկերների հետ հանդես կգանք հայտարարություններով դեպքի առնչությամբ, բացահայտման առնչությամբ, այս պահի դրությամբ թույլատրելի հրապարակելիք պատկերը սա էր։ Հիմա պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին թեմայի շուրջ, բայց կրկնեմ թույլատրելի սահմաններ։ Մանրամասները կարող եք դիտել մեր YouTube-յան ալիքում։ Այսօր 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է։ 5 տարի առաջ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ձեռնարկեց Արցախի դեմ։ Այդ օրն առավոտյան 7:10-ին ադրբեջանական զինված ուժերը հարձակում սկսեցին Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով։ Այս պատերազմը դարձավ մեր նորագույն պատմության ամենածանր եւ շրջադարձային էջերից մեկը։ Երկնային բանակի զինվորների հիշատակին ծաղիկներ խոնարելու համար Եռաբլուր Պանթեոն են այցելել հանուն հայրենիքի զոհվածների հարազատները, որոնցից շատերն այնտեղ էին դեռ գիշերվանից։ Այցելել են նաև մեր բազմաթիվ համաքաղաքացիներ, պատգամավորներ, Արցախի Հանրապետության 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։ 5 տարի առաջ այսօրը լուսաբացին Ադրբեջանի Հանրապետությունը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված մեր բոլոր հայրենակիցներին։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու առիթով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Facebook-ում եւ տեղադրել իր լուսանկարը, որտեղ ծնկի իջած դրության մեջ է։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, գրել է նա։
2020 թվականի 44-օրյա պատերազմը հայոց նորագույն պատմության ամենածանր հարվածն էր մեր դեռ արյունահոսող վերքը։ Այդ օրերին ողջ հայությունը թե հայրենիքում, թե Սփյուռքում ապրում էր աննախադեպ լարվածություն և անորոշություն։ Պատերազմ, որը սկսվեց սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակմամբ, հրթիռային հարվածներով, առաջնագծին ու խաղաղ բնակավայրերին, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և վարձկան ծայրահեղականների ներգրավմամբ։ Մենք հիշում ենք այդ օրերը, որոնք լի էին պայծառ տղաների կորստի ցավով, հայրենիքի մի մասի ճակատագրի համար անհանգստությամբ, բայց և հույսով, քանի որ գործի արդար կողմը մենք էինք։ Այսօր փորձել ենք վերհիշել և վերլուծել այդ դժվարին օրերի առանցքային պահերը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 7:10-ի սահմանում Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով, կիրառելով օդային և հրթիռային հարվածներ։ Ադրբեջանական զինուժը Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ սկսեց ռմբակոծել նաև Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ Նույն օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Պատերազմի առաջին օրերին ու գրեթե ամբողջ ընթացքում հայկական կողմի պաշտոնական տեղեկատվությունը, որը հիմնականում ներկայացնում էր Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, կրում էր լավատեսական բնույթ։ Լայնորեն տարածվում էր «հաղթելու ենք» կարգախոսը, ամենօրյա ճեպազրույցներում ներկայացնելով հակառակորդի մեծ կորուստների և հայկական զորքերի հերոսական դիմադրության, նույնիսկ հաջողությունների մասին տեղեկություններ։ Հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ, անմիջապես կոտորվել են, կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել, դաշտում թողնելով զգալի թվով դիակներ։ Վստահաբար հաղթելու ենք։ Արցախից մարտակոչով զորացրված տղաներին է դիմում Նիկոլ Փաշինյանը։ Կոչ եմ անում, այս պայծ սկսած, զինվորական հագուստներով, եթե չունեք, ոչինչ, կապահովենք։ Այնտեղ որտեղ ով ունի պատահաբար սաղավարտ, զրահաբաճկոն, որովհետև ասում եմ, սա մոբ ռեսուրսի մեջ չի մտնում և ընդհանրապես նախատեսված էլ չի։ Կամ եթե ուրիշ մարդիկ ունեն, իրենք էլ տակ, այսպես ասած, բաները, բուշլատները, եթե կա սաղավարտները, եթե կա զրահաբաճկոնները, իրենք էլ ուղղակի տանեն, դրանք թողեն։ Կենտրոնական հավաքակայանում։ Հոկտեմբերի սկզբին հայկական կողմը հակահարձակման գործողություն է սկսում ջրականում, որը ձախողվում է, հանգեցնելով հայկական կողմի համար մարդկային և տեխնիկական ծանր կորուստների։ Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները, որոնք տևում են գրեթե 11 ժամ։ Բանակցությունների արդյունքում հայտարարվում է հումանիտար հրադադարի մասին, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ին ժամը 12-ից, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման նպատակով։ Սակայն հրադադարը խախտվում է հաստատումից րոպեներ անց։ Կողմերը միմյանց են մեղադրում պայմանավորվածությունները չկատարելու մեջ։ Հրադադարի ձախողումից հետո մարտական գործողությունները վերսկսվում են նոր թափով։ Ադրբեջանը հայտարարում է Հադրութ քաղաքի գրավման մասին, ինչը հայկական կողմը համառորեն հերքում է մի քանի օր շարունակ, պնդելով, որ քաղաքի համար մարտեր են ընթանում։ 10 օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ հայտարարվում է հումանիտար հրադադար հաստատելու երկրորդ փորձի մասին, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 18-ի կեսգիշերից։ Նախորդի նման այս հրադադարը եւս խախտվում է ուժի մեջ մտնելուց գրեթե անմիջապես հետո։ Մինչ ռազմաճակատում իրավիճակը գնալով վատթարանում էր, դիվանագիտական հարթակում շարունակվում են արյունահեղությունը կանգնեցնելու փորձերը։ Հոկտեմբերի 19-ից 20-ին Վլադիմիր Պուտինը հանդես եկավ առաջարկով դադարեցնել պատերազմը հայկական կողմի որոշակի տարածքային զիջումների դիմաց։ В целом мне удалось убедить президента Алиева в том, что можно прекратить боевые действия, но обязательным условием с его стороны было возвращение беженцев, в том числе в Шуша. Հայաստանի վարչապետը մերժեց առաջարկը։ Օրեր անց նա պարզաբանեց, որ տվյալ փուլում խնդիրը դիվանագիտական լուծում չունի, հաշվի առնելով Ադրբեջանի նկրտումները։ Համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ։ Եվ սա ցույց է տալիս, որ
ընդհանրապես որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում։ Ակնայից առաջնագից հասնելու կոչ էր անում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ուզում եմ, որ բոլորը գիտակցեն, ձեզնից է կախված մեր ազգի ապագա։ Ուզում եմ, որ ժամ առաջ, օր առաջ կատարեք ձեր հայրենիքի նկատմամբ պարտք։ Միացյալ Նահանգների միջնորդությամբ հայտարարվում է հումանիտար հրադադարի հաստատման նոր պայմանավորվածության մասին, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 26-ի առավոտյան ժամը 8-ից։ Ռազմաճակատի տարբեր հատվածներում, սակայն, ինտենսիվ մարտերը շարունակվում էին։ Ադրբեջանական կողմը շարունակում է հրետակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերը։ Հերթական հումանիտար հրադադարը խախտվում է րոպեներ անց։ Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է բացում հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը խոստովանում է ադրբեջանական ուժերի Վարանդայի, այնուհետև Որոտանի և հարակից բնակավայրերի գրավման մասին։ Հոկտեմբերի վերջից լայնածավալ գրոհ է սկսվում Շուշիի ուղղությամբ։ Արցախի նախագահը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու բակից հանդես է գալիս տեսաուղերձով, կոչ անելով համախմբվել և պաշտպանել հայկական վերջին բերդաքաղաքը։ Թշնամին գտնում է այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, առավելագույնը 5։ Եվ թշնամու նպատակն է, գերնպատակն է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին։ Ինչպես ասում են, ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին։ Եվ ուզում եմ, որ գիտակցենք այս պահը, գիտակցենք եւ ոչ միայն լոկ խոսքերով, այլ անմիջական մասնակցենք Շուշիի պաշտպանությանը։ Այս օրերին մարտերի հիմնական թատերաբեմը դառնում է Շուշիի Քարինտակ հատվածը։ Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությունները շարունակում են պնդել, որ Շուշին անառիկ է եւ բոլոր գրոհները հետ են մղվում։ Սակայն իրականում ադրբեջանական դիվերսիոն խմբերին հաջողվում է մտնել քաղաք եւ մարտեր վարել քաղաքի ներսում։ Շարունակվում է նաեւ Ստեփանակերտի եւ Շուշիի հրթիռակոծությունը։ Իրավիճակը կրիտիկական էր։ Հայկական կողմը պաշտոնապես հայտնում է, որ քաղաքի շրջակայքում մարտերը շարունակվում են։ Ավելի ուշ Արայիկ Հարությունյանը կխոստովաներ, որ նոյեմբերի 7-ից հայկական կողմն արդեն ամբողջությամբ կորցրել էր վերահսկողությունը Շուշիի նկատմամբ։ Եռակողմ համաձայնագրի նախօրեին Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շուշին չի ընկնելու, հայոց բանակը մինչև վերջ կռվելու է Շուշիի համար»։ Նույն օրը Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրում է, որ Շուշին ամբողջությամբ դուրս է հայկական ուժերի վերահսկողությունից։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է. Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Նոյեմբերի 9-ի գիշերը ժամը 1-ի սահմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել է պատերազմը դադարեցնելու մասին փաստաթուղթ։ Մերի Դանիելյան, Open Media։ Ինչ զարգացումներ նախորդեցին 44-օրյա պատերազմին եւ ինչու այն մեզ համար ողբերգական ավարտ ունեցավ։ Ինչն այնպես չէինք արել, որ թույլ տվեցինք բթանա մեր զգոնությունը։ Այս հարցերի պատասխաններն են փնտրում քաղաքագետներն ու վերլուծաբանները արդեն 5 տարի եւ դեռ երկար կհնչեն զանազան մեղադրանքներ ու արդարացումներ։ Անի Հովհաննիսյանն է առանձնացրել պատերազմին նախորդող իրադարձությունների շղթայի կարևոր օղակները։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան պայթած պատերազմը շատերի համար անակնկալ էր, բայց ոչ նրանց համար, ովքեր ուշադիր հետևում էին դեպքերի զարգացմանը։ 2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մի քանի հայտարարություններով, որոնք ըստ ընդդիմախոսների տապալեցին բանակցային գործընթացի տասնամյակների տրամաբանությունը։ Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից։ Այս ամենի գագաթնակետը դարձավ 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտում արված հայտարարությունը։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Բաքուն հաջորդ օրը դատապարտել էր այս հայտարարությունը, պնդելով, որ այն սադրիչ բնույթ ունի եւ տարածաշրջանը դնում է լուրջ ճգնաժամի մեջ։
2020-ի սեպտեմբերի 27-ին բռնկված պատերազմին նախորդեցին Տավուշի սահմանագոտում հայ-ադրբեջանական մարտերը։ Հայկական կողմը 4 զոհ տվեց, իսկ ադրբեջանցիները 12, որոնցում գնդապետ եւ գեներալ։ Հայաստանը մի բարձունք վերադարձրեց։ Փաշինյանը զինվորականներին պարգևատրեց 71 մարտական խաչ շքանշաններով։ Տավուշյան մարտերին զուգահեռ Բաքվում ցույցեր էին «Ազատագրեք Ղարաբաղը» կոչով։ Ցուցարարները գրոհել էին Ադրբեջանի խորհրդարանի շենքը։ 2020-ի ընթացքում արդեն երրորդ անգամ մեկնարկում են թուրք-ադրբեջանական թուրաարձիվ լայնամասշտաբ զորավարժությունները։ Դրանց ավարտից հետո թուրքական բանակի բազմաթիվ սպաներ եւ զինտեխնիկա մնում են Ադրբեջանում։ 44-օրյայի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պնդում էր, որ 2020-ի օգոստոսի երկրորդ կեսին, այսինքն պատերազմից ուղիղ 1 ամիս առաջ անվտանգության խորհրդի նիստում վարչապետին զեկուցել է, որ հակաօդային պաշտպանության ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է թույլ եւ որ գործող համակարգը չի բավարարի լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում։ Հենց այս ժամանակահատվածում ըստ որոշ տեղեկությունների 2019 թվականին իշխանությանը ներկայացվել է առաջարկ պատերազմից խուսափելու համար քննարկել 5 շրջանների վերադարձի հարցը, ինչը սակայն մերժվել է։ Ադրբեջանական 7 շրջաններից տալ 5-ը վերադարձրեք 5 շրջանները որպես առաջին քայլը եւ միջանկյալ փուլ որպես պահպանեք Կելբաջարի եւ Լաչինի շրջանները, դրանք ահռելի տարածքներ են, որոնք Հայաստանը միացնում են Ղարաբաղի հետ։ Պահպանեք դրանք այն կարգավիճակում, որում կան հիմա, հետաձգելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերջնական լուծումը երկար տարիներով։ 2020 թվականի օգոստոսին Փաշինյանը իր ընտանիքի հետ մեկնեց արձակուրդ։ Մարիամ, մի րոպե սպասի, ուղիղ եթեր եմ, քեզ ցույց տամ, ոնց ես քշում։ Եթե հանկարծ ուղիղ եթերում ընկնես ձիուց, ինձ թվում է դիտումները կտրուկ կավելանան։ Պատերազմից օրեր առաջ սեպտեմբերի 25-ի սահմանում Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ իր քաղաքացիներին եւ աշխատակիցներին խստորեն զգուշացնելով խուսափել շփման գիծ եւ սահմանամերձ բնակավայրեր այցելելուց անվտանգության սպառնալիքի պատճառով։ ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին խուսափել սահմանին մոտ գտնվող շրջաններում ճանապարհորդություններից, այդ թվում Դիլիջանի ազգային պարկի հյուսիսում գտնվող M4 եւ M16 ավտոճանապարհների արևելյան հատվածից մինչեւ Վրաստանի սահմանը Տավուշի մարզում։ Խորհուրդ չի տրվում ուղևորվել Լեռնային Ղարաբաղի շրջան։ Գրեթե միաժամանակ Ադրբեջանում սկսվեց քաղաքացիական բնակչությունից մեքենաների բացահայտ մոբիլիզացիա։ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հանդես եկավ ելույթով, որտեղ կրկին խոսեց Թավշյա հեղափոխության եւ Հայաստանում կատարած ժողովրդավարական փոփոխությունների մասին։ 2018 թվականի Հայաստանի ոչ բռնի Թավշյա ժողովրդական հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից էր այն, որ Հայաստանի խաղաղ հեղափոխությունը արժանացավ միջազգային հանրության գովեստին եւ ճանաչմանը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, ընդգծել է Փաշինյանը, ոչ մի բառ չասելով Արցախին սպասվող այդ պահին արդեն ակնհայտ դարձած վտանգի մասին։ Ես ուզում եմ հրավիրել իմ ադրբեջանցի գործընկեր նախագահ Իլհամ Ալիևին ընդունելու այն բանաձևը, որը կստեղծի պայմաններ խաղաղ գործընթացում ճեղքման համար։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն մեր կառավարությունում հեղափոխությունից հետո ունեցել է 2 անձ, մեկը արտաքին գործերի նախարարը, մյուսը ես։ Սեպտեմբերի 26-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել հանրային հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանին, որը պետք է եթեր հեռարձակվեր սեպտեմբերի 27-ին։ Այդ հարցազրույցը երբեք եթեր չհեռարձակվեց։ Զրույցի անոնսից ընդամենը մի քանի ժամ անց սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ հարձակումը Արցախի ողջ երկայնքով։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի պաշտոնակից Տետե Անտոնիոյի հետ, քննարկելու երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Որպես գործակցության շոշափելի ներուժ ունեցող ոլորտներ նախարարները նշել են նորարարական կրթության, գործարար կապերի եւ արհեստական բանականության ուղղությունները։ Կողմերը ստորագրել են երկու երկրների փոխհմբռնման հուշագիր եւ կարեւորել բազմակողմ հարթակներում առավել ակտիվ փոխգործակցությունը։
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Միացյալ Նահանգների սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Բրենդ Քրիստենսենի հետ։ Քննարկվել են Հայաստան-Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերության զարգացման ուղղված ծրագրերի իրականացման հարցեր և ընդգծել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում էներգետիկայի, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության վերաբերյալ ստորագրված հուշագրերի կարևորությունը։ Նախորդին Նիժնի Նովգորոդից դեպի Երևան թռչող ինքնաթիռը խափանվել է ու արտակարգ վայրեջք է կատարել Սամարայի օդանավակայանում։ Ուղևորներից շատերը լսելով խափանման մասին խուճապի են մատնվել, իսկ ոմանց ինքնազգացողությունը վատացել է։ Բարեբախտաբար ինքնաթիռում եղել է բժշկուհի, որը կարողացել է մինչ շտապօգնության ժամանումը առաջին օգնություն ցուցաբերել տուժած ուղևորներին։ Ավիաընկերությունը դեռ որևէ պարզաբանում չի տվել։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայում հակամարտությունն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտության մասին, քանի որ ըստ նրա հակառակ դեպքում բոլորը կտուժեն։ Լուկաշենկոյի խոսքով Կիևը կարող է կորցնել ամբողջ Ուկրաինան, եթե չհամաձայնի Ռուսաստանի պայմաններին։ Ռուսաստանի զինված ուժերի առաջ խաղացումը ըստ գլխավոր շտաբի զեկույցի դժվար կլինի կանգնեցնել։ Իսկ ռազմաճակատում դրությունը թեժ է, մարտեր են ընթանում Պոկրովսկի փողոցներում, Վինիցիայի շրջանում ռուսական ուժերը հարձակվել են կարևոր նշանակության ենթակառուցվածքների վրա, ինչի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է գնացքների երթևեկությունը։ Ենթակառուցվածքներ են վնասվել նաև Զապորոժիայի շրջանում։ Ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են նաև Օդեսայի շրջանի երկաթուղային ենթակառուցվածքին։ Միջազգային լրահոսի մյուս ուշագրավ դրվագները մեկ տեսաշարով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում պահանջել է ամբողջությամբ ոչնչացնել Իրանի հարստացված ուրանի պաշարները և անհապաղ վերականգնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցներն այդ երկրի դեմ։ Նա պնդել է, որ Իսրայելի վերջին 12-օրյա ռազմական արշավը ավերիչ վնաս է հասցրել Իրանի միջուկային ծրագրին, վերացնելով բարձրաստիճան զինվորականների և առաջատար գիտնականների, և ըստ նրա վերացրել է Իսրայելի գոյությունը սպառնացող վտանգը։ Նեթանյահուն նաև դիմել է Լիբանանին, կոչ անելով ուղիղ բանակցություններ սկսել Իսրայելի հետ, որպես նախապայման նշելով Հեզբոլլահ խմբավորման զինաթափումը։ Նեթանյահուի ելույթն անցել է գրեթե դատարկ դահլիճում։ Շատ երկրների ներկայացուցիչները բոյկոտել են նրան Գազայում ցեղասպանական գործողությունների համար։ Axios-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է ուկրաինական Tomahawk տիպի թևավոր հրթիռներ տրամադրելու խնդրանքը։ Այս հրթիռներն ունեն մինչև 1600 կիլոմետր հեռահարություն, ինչը թույլ կտար հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին։ Վերջին բանակցություններում սա Կիևի խնդրանքի միակ կետն է եղել, որը Թրամփը մերժել է։ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն մեղադրել է Վլադիմիր Զելենսկուն հակահունգարական մոլուցքի մեջ։ Ուկրաինայի նախագահը Բուդապեշտին մեղադրել էր հետախուզական դրոններ ուղարկելու համար։ Նախագահ Զելենսկին խելագարվում է իր հակահունգարական մոլուցքից։ Նա սկսում է տեսնել այն, ինչ գոյություն չունի, ասել է Սիարտոն։ Նրան հակադարձել է Ուկրաինայի պաշտոնակիցը Անդրեյ Սիբիգան։ Մեղադրել է Հունգարիային Կիևի և Եվրոպայի մյուս երկրների դեմ աշխատելու մեջ։ Նրա կարծիքով Բուդապեշտը հանդես է գալիս որպես Կրեմլի սպասավոր։ Մենք սկսում ենք շատ բան տեսնել, Պետեր, այդ թվում ձեր կառավարության կեղծավորությունն ու բարոյական անկումը, գրել է Սիբիգան։ ՆԱՍԱ-ի գիտնականներն առաջարկել են միջուկային զենք կիրառել 2024 YR-4 աստղակերպը ոչնչացնելու համար։ Թեև այն երկրին չի սպառնում, սակայն կա լուսնի հետ բախման փոքր հավանականություն, ինչը կարող է վտանգ ստեղծել ուղեծրում գտնվող տիեզերանավերի համար։ Հնդկաստանի Կանպուր քաղաքում Փեսայի հարազատները լրացուցիչ օժիտ պահանջելով հարսին փակել են սենյակում թունավոր օձի հետ։ Աղջիկը հոսպիտալացվել է քրոջ օգնությամբ։ Ոստիկանությունը գործ է հարուցել 7 անձի դեմ։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Եվ նորից Արցախին պատուհասած աղետի հետևանքների մասին շվեցարահայ ռեժիսոր Վարսի Բուխմանը ստեղծել է արցախցի կանանց հիշողությունների ինստալացիան։ Շնորհանդեսին նա հայտարարել է, որ ինստալացիան ձայնն է 120 կանանց, որոնց վկայությունները հիշեցնում են տեղահանված մարդկանց պատմություններն ամբողջ աշխարհում, ընդգծելով արժանապատվության, հիշողության և ազգային պատկանելիության համար համամարտկային պայքարը։ Աննա Հարությունյանի ռեպորտաժը։ Ամսի 20-ներ, պատերազմի երկրորդ օրը, Ստեփանակերտի ծննդատանն ահավոր վիճակ էր։
Նրանք ասում են պիտի հեռանաք։ Այս ինստալյացիան 120 արցախցի կանանց ձայնն է, որ ներկայացնում է նրանց տարհանման ցավն ու դիմացկունությունը։ Սա միայն փաստագրություն չէ, այլ կոչ է պահպանելու հիշողությունը։ Ես իմ ձեռքերով վարեցի մամայիս պատվոգրերը։ Աննա Մեկունցը արցախցի զինվորականների ընտանիքից մեկն է հարյուրավոր կանանցից, որոնց պատմություններով եւ հիշողություններով Արցախի ճակատագիրն է փոխանցվում ինստալյացիայի միջոցով։ Ինստալյացիան նվիրված է 2023 թվականի սեպտեմբերին Արցախի բռնի տեղահանմանն ու էթնիկ զտմանը։ Վարսի Բուխմաննի խոսքով նախագծի մտահղացումը կար դեռ 2 տարի առաջ։ Պայթինի օրը այդ ամեն ինչը տեսնելուց հետո զանգեցի Անդրեաս Վեբերին ու ասացի, որ պետք է այս մասին նախագիծ ստեղծվի։ Սկսեցինք աշխատել շատ արագ, ինձ պարզեր, որ սա պետք է լինի ինստալացիա ֆորմատը, որտեղ որ մենք կունենանք մաքսիմալ ազատություն, տարբեր կոնտենտներ համադրելու։ Ինստալյացիան բաղկացած է 3 մասից։ Առաջին մասը ներկայացնում է 17-ից 85 տարեկան կանանց պատմությունները։ Նրանք իրենց լուռ ներկայությամբ միշտ դրոշմում են պատմության մեջ տեղի ունեցած սոսկալի անարդարությունը, հույզերն ու հիշողությունները փոխանցելով հարցազրույցների հատվածներով եւ ժամանակակից կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի երաժշտությամբ։ Ցուցադրության տարածքը խորհրդանշերով Լաչինի միջանցքը կառուցված է երկար միջանցքի տեսքով, որով անցել են բռնի տեղահանվածները։ Մենք տեղահանությունից հետո գնում էինք, գալիս էինք Հայաստան եւ իրականում շատ անորոշ էր ամեն ինչ, չէինք պատկերացնում ուր ենք գալիս, ինչ ենք անելու, որտեղ ենք ապրելու, ինչով ենք զբաղվելու։ Այդ ճանապարհը, որը կոնկրետ մենք մեր ընտանիքը անցավ 36 ժամվա ընթացքում, շատ նման էր այդ սև լաբիրինտին եւ այդ լույսը, որ հետևից խփում է, կարծես թե այն Արցախի լույսն է, այն հուշերն են, այն ջերմացնող ամեն ինչն է, որը մեզ պահում էր այդ ընթացքում։ Շվեյցարահայ ռեժիսոր Վարսի Բուխմաննի խոսքով ինստալյացիայի հերոսները ընտրվել են կանայք, որովհետև նրանք ավելի հուզական են։ Կանանց միջոցով, կանանց հիշողությունների ու զգացմունքների միջոցով ես ստացել եմ այդ ճանապարհը դեպի նաև տղամարդկանց զգացմունքներն ու հիշողությունները, որտեղ իրենք պատմում են իրենց եղբայրների, իրենց պապաների, իրենց ամուսինների էմոցիաների մասին նաև։ Սա մի շատ կարևոր պատմություն է, որը որ պետք է ամբողջ աշխարհը լսելի լինի, որովհետև 120,000 մարդ մի ամբողջ կյանք ապրել, մեծացել եւ սիրել է Արցախը, եւ ոչ մեկը 120,000-ից չէր էլ մտածում, մտքի թելով նույնիսկ չէր էլ անցնում, որ կգա մի օր, ու մենք մեր տունը կլքենք, ոչ թե ինքնակամ, այլ ստիպողաբար, որովհետև արդեն թուրքը մտել ու մորթում էր։ 2020-ի պատերազմից հետո մենք սոցիալական ցանցերում տեսնում էինք, ինչպես է նրանք մտնում քրոջը զոհաթութի տուն։ Ցուցադրության երկրորդ մասում նավթը ներկայացվում է որպես համաշխարհային անտարբերության եւ անարդարությունը խլացնող խորհրդանիշ, համադրվելով Արցախում հայերի թողած մշակութային ժառանգության, վանքերի, եկեղեցիների եւ քրիստոնեական բացառիկ նմուշների հետ։ Կինոռեժիսոր Անդրեաս Վեբերի խոսքով աշխարհում բազմաթիվ ճակատագրեր կան, եւ սա դրանցից մեկն է, որն արժանի ուշադրություն չի ստանում, ուստի կարեւոր էր համարում այս թեմայով ինչ-որ բան անելը։ What makes it interesting for me. Կարծում եմ այս նախագիծն ինձ համար հետաքրքիր է, քանի որ ես շատ բան չգիտեմ Հայաստանի եւ նրա պատմության մասին, սակայն մարդկային բնույթը, ինքնության եւ հիշողությունների ուժը համընդհանուր են։ Այս նախագիծն այնպես է անդրադառնում հիշողություններին, որ ինձ համար դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ է նշանակում ընդմիշտ ինչ-որ բան կորցնել։ Ինձ համար մեծ պատիվ եւ առանձնահատուկ փորձ էր աշխատել նման նախագծի վրա։ Այս պրոյեկտը իր ամենագլխավոր նպատակը այդ մոռացության դեմ պայքարն է։ Իսկ նրանք ոնց որ ֆիլմն ասում, նրանք ասում են պիտի հեռանաք, ես էլ կասեմ, նրանք անում են ամեն ինչ, որ մենք մոռանանք, մի մոռացնենք։ Երրորդ հատվածում արցախցիների անձնական արխիվներից իրական կադրեր են, որոնք ցույց են տալիս կյանքը, սիրո եւ ավանդությունները սրբության պահպանելու միջավայրը, այցելուին վերադարձնելով անցյալ։ Այս պատմությունը պետք է լսելի լինի միջազգային հարթակում, որովհետեւ Արցախցին իրավունք ունի լսելի լինելու, թեկուզ ուշացած, թեկուզ այս ձևով, թեկուզ այսքան ցավով, բայց մենք սիրում ենք Արցախը։ Կապ չունի, որ մենք դուրս ենք եկել։ Արցախի մասին խոսելու ենք այնքան, մինչև որ միջազգային հարթակները հասկանան, որ մենք իրավունք ունենք տուն գնալու, որովհետև Արցախը մեր մեջ է, իսկ մենք Արցախում ենք։
Այս ինստալյացիան ոչ միայն վկայագրում է 2023-ի տեղահանությունը, այլև վերածվում է հավաքական հիշողության պահպանման տարածքի։ Այն հիշեցնում է, որ արցախյան պատմությունը շարունակվում է նաև հայրենիքի կորստից հետո, որպես ինքնության եւ գոյատևման պայքար։ Հանրային ցուցադրությունը կշարունակվի սեպտեմբերի 27-ին եւ 28-ին։ Մենք հենց այդ ծառն ենք, որ նորից աճելու ենք։ Աննա Հարությունյան, Էդգար Գուլոյան, Reopen Media։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, մեր հաջորդ գլխավոր թողարկումը ժամը 17-ին է, մինչև այդ ժամը։